Անի Երանյանը կրկին վերադառնում է հեռուստաեթեր նոր խոստումնալից ու ինտրիգային նախագծով։ Դերասանուհու նոր սերիալը լինելու է 16 մասից և նրա խոսքով հեռուստադիտողները հնարավորություն կունենան այն դիտելու մարտ-ապրիլ ամիսներին։ Այս լուրը մեծ հետաքրքրություն է առաջացրել, հատկապես հաշվի առնելով Անի Երանյանի նախորդ հաջողված ու բարձր ռեյթինգային նախագծերը, որոնք մշտապես արժանացել են հանդիսատեսի սիրուն և ակտիվ քննարկումներին։ Արդեն այսօր կարելի է վստահ ասել, որ այս նախագիծը ևս դատապարտված է հաջողության։ Պատճառը ինչպես Անի Երանյանի ներկայությունն է, այնպես էլ ուժեղ դերասանական կազմը և խորը պատմությունը, որը խոստանում է լինել լի գաղտնիքներով, անցյալի ցավերով և չասված ճշմարտություններով։ Նախագծում ընդգրկված են մի շարք սիրված և փորձառու դերասաններ։ Արթուր Դարփինյան մի կերպարով այս պատմության անբաժան մասն է, և որի անցյալն ու ներկան սերտորեն կապված են սյուժեի հիմնական հանգույցների հետ։ Նրա ներկայությունը խոստանում է լարվածություն ու ներքին պայքար։ Մարջան Ավետիսյան մի հերոսուհի, որի լռությունը խոսում է ամբողջ անցյալում։ Նրա կերպարը ըստ նախնական ակնարկների լինելու է ամենախորը ու հուզիչներից մեկը, լռություն, որն ավելի բարձր է խոսում, քան բառերը։ Ալեքսանդր Խաչատրյան կերպար, ով չի մոռացել անցյալը և չի էլ պատրաստվում այն թողնել իր հետևում։ Նրա պատմությունը հավանաբար լինելու է ցավի, վրեժի և չմարող հիշողությունների մասին։ Նարէ Հայկազյան մի կերպար, ով համոզված է, որ ոչ բոլոր ճշմարտությունները պետք է բարձրաձայնել։ Նրա ներկայությունը սյուժեին հաղորդելու է խորհրդավորություն և երկիմաստություն, ստիպելով հեռուստադիտողին մշտապես կասկածել լսածին ու տեսածին։ Սերիալը կրում է խորհրդանշական անուն «Նամակ անցյալից»։ Անվանումն ինքնին արդեն հուշում է, որ պատմության առանցքում լինելու են անցյալից եկող գաղտնիքները, հին սխալները, չփակված էջերը և ճակատագրական հանդիպումները։ Այն նամակը, որը գալիս է անցյալից, կարող է փոխել հերոսների ներկան ու կործանել նրանց կառուցած աշխարհը։ Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է, ում ձեռագիրը հայտնի է իր խորությամբ, հոգեբանական նրբություններով և մարդկային հարաբերությունների իրական պատկերով։ Նրա գրած պատմությունները միշտ ստիպում են մտածել, կասկածել և զգալ։ «Նամակ անցյալիցը» խոստանում է լինել ոչ միայն սերիալ, այլ հավանաբար հոգեբանական դրամա, որտեղ յուրաքանչյուր հերոս ունի իր գաղտնիքը, իր ցավը և իր ճշմարտությունը։ Սա պատմություն է մարդկանց մասին, ովքեր կարծում էին, թե անցյալը մնացել է հետևում, բայց մի օր այն վերադառնում է մի նամակի տեսքով և ստիպում բոլորին նայել հայելու մեջ։ Անի Երանյանի խոսքով այս նախագիծը լինելու է հուզիչ և իրական։ Մարտ-ապրիլ ամիսներին սպասվում է մի նախագիծ, որը կարող է դառնալ սեզոնի ամենաքննարկվող սերիալներից մեկը։ «Նամակ անցյալից» պատմություն, որտեղ անցյալը երբեք չի լռում, իսկ ճշմարտությունը միշտ իր ճանապարհն է գտնում։ Որոշ նամակներ չեն անհետանում, պարզապես սպասում են իրենց ժամին։ «Նամակ անցյալից» պատմություն, որը նախատեսված չէր կարդալու համար։ Հավանաբար սա լինելու է մի պատմություն մարդկանց մասին, որոնք ապրել են, փորձելով փախչել իրենց անցյալից։ Ոմանք լռել են, որովհետև վախեցել են ճշմարտությունից։ Ոմանք մոռացել են, մտածելով, որ ժամանակը բուժում է ամեն ինչ, իսկ ոմանք պարզապես ապրել են, չիմանալով, որ իրենց կյանքը կառուցված է կիսատ ճշմարտությունների վրա։ Եվ ահա մի օր հայտնվելու է այդ նամակը՝ մի կտոր թուղթ, որը պահվել է տարիներով, կուտակված ցավով, սիրով, դավաճանությամբ և չասված խոսքերով։ Նամակ, որը չի հարցնում պատրաստ ես կարդալու այն, պարզապես բացվում է և ամեն ինչ փոխվում է։ «Նամակ անցյալից» պատմություն, որը չի լռելու։ Երբ մեկ բառը կարող է քանդել ընտանիքներ, կոտրել վստահություն, բացել հին վերքեր և ստիպել մարդկանց նայել իրենց կյանքին այլ աչքերով։ Այս պատմության մեջ չկա սև ու սպիտակ, այստեղ յուրաքանչյուր հերոս ունի իր ճշմարտությունը, իր արդարացումները և իր մեղքերը։ Յուրաքանչյուր լռության հետևում թաքնված է մի պատմություն, որը ժամանակին չի պատմվել, և հենց այդ չասված պատմություններն են դառնալու ամենավտանգավորները։ Սա սերիալ է ընտրության մասին՝ ընտրություն ճշմարտությունն ասել կամ լռել, ներել,
թե ոչ մոռանալ, թե հիշել, սիրել, թե պաշտպանվել զգացմունքներից։ Նամակ անցյալիցը հիշեցնում է մեզ, որ անցյալը երբեք ամբողջությամբ չի մոռացվում, այն ապրում է մեր հիշողություններում, մեր վախերում, մեր որոշումների մեջ, և երբ այն վերադառնում է, մեզանից յուրաքանչյուրը ստիպված է լինում պատասխան տալ այն հարցերին, որոնցից տարիներ շարունակ փախել է։ Որոշ նամակներ չեն գրվում սիրով, որոշ նամակներ չեն ուղարկվում հույսով, բայց կան նամակներ, որոնք պարտադիր պետք է հասնեն հասցեատիրոջը, որովհետև երբեմն ճշմարտությունը չի գալիս ժամանակին, այն գալիս է ճիշտ պահին։ Նամակ անցյալից պատմություն, որը նախատեսված չէր կարդալու համար, բայց որը պարտադիր պետք է հասներ հասցեատիրոջը։ Դե ինչ, հուսով ենք, որ այս հեռուստասերիալը ևս սիրվելու է հեռուստադիտողների կողմից, որովհետև Անի Երանյանն արդեն ապացուցել է, որ նախորդ նախագծերն իսկապես արժանի են եղել ռեյտինգային լինելու։ Անի Երանյանն ամեն ինչ անում է, որպեսզի հեռուստադիտողին մատուցի արժանի, որակյալ և դիտարժան նախագծեր, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը ևս մեկ որակյալ նախագիծ Անի Երանյանի մասնակցությամբ և իհարկե պրոդյուսերական աշխատանքով դիտելու ձեր հնարավորությունը։